Բարելույս Հայաստան, բարելույս իմ հիանալի հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ ձեզ խնդրեմ, որպեսզի այս տեսանյութը դուք կիսվեք ձեր հարազատների, բարեկամների, ծանոթների հետ եւ հորդորեք, որպեսզի նրանք կիսվեն, նրանք բաժանորդագրվեն, դնեն լայքեր, եթե իհարկե իրենց սրտով է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության գաղափարը, քանի որքան շատ բաժանորդագրվեն, որքան շատ կիսվեն, որքան շատ լայքեն, այդքան մենք կունենանք ավելի մեծ տարածում եւ YouTube-ը ինքը կսկսի բրթել առաջ այս տեսանյութը, որը որ այսօր իմ կարծիքով այս տեսանյութը շատ կարեւոր է մեր ընդհանուր պայքարի համար։ Հիմա ուրեմն սկսեմ մի մասով, որ ես այսօր գալիս եի մեքենայով Եվ գիտեք ինչ մտքովս անցան ընտրությունները եւ բոլոր ուժերը, բոլոր քաղաքական գործիչները մոռացան տատիկ եւ պապիկներին, որ առավոտից իրիգուն համացանցերում խոսում էին տատիկներ ջան, պապիկներ ջան, ինչ ասես խոստովանում էին եւ ինչ խոսում էին նաեւ մեր ռազմագերիներից։ Բայց հիմա կներեք, դա վերաբերում է ոչ բոլորին, բայց մեծամասնությանը Այդ ընդդիմադիր ուժերին ես անվանել եմ ֆուֆլոմիցին, ֆուֆլո, փողոցային լեզվով ասած։ Հիմա տեսեք, ամեն ինչ անում էին, որ գրավեին ձեր ուշադրությունը, ամեն ինչ անում էին, որ ձեզ խաբեին, այսօր քար լռություն։ Չունենք մենք ռազմագերի, մենք չունենք մեր քույրերին, եղբայրներին, ովքեր այսօր դաժան կյանք են ապրում Ադրբեջանի բանտերում։ Հələ մի բան էր ըստ օթում պտտվող լուրերի ինձի հասած տեղեկությունից, դա կիմանամ ով ասե, ասում են Ֆարմանյանը բանուգործ չունի, ընտրությունները պրծել է, բայց պայքարն է նոր սկսվում, Հավայի ֆուֆլոմիցիններ, այնց որ դուք ձեր երեսը ցույց տվիք, ազգը ջոգեց, որ դուք բոլորդ մի բոշկից եք, բոշկի մեջ է, գիտեք ինչ բոշկա, այն կանալիզացիոնի բոշկեկից եք, դատի տվեք, ասեք, որ Արտուրը Ֆարմանյանը ձեզ անվանեց քակ, իմ ազգի հետ չի կարելի տենց վարվել, դուք ցույց տվեցիք ձեր իսկական երեսը, պատռվեց ձեր դիմակը, սուտի անդիմադիր ֆուֆլոմիցիններ, հիմա ինչի մասին եմ ուզում խոսել, բոլորդ գիտեք, որ ես միայն սոցիալիզմի, ես միայն կոմունիստական գաղափարախոսության կողմնակից եմ, բայց սկսելով այս մեր պայքարը, համահայկական ազատագրական շարժումը, իմ կոչս հետևյալն է, մենք այսօր ոչ թե պետք է մարդկանց հետ աշխատանքներ տանենք, որպեսզի նրանք հավաքվեն սոցիալիստական գաղափարախոսության կողքը կամ կոմունիստական գաղափարախոսության կողքը, ինչը որ գրեթե նույնն է, մենք պետք է այսօր համախմբվենք համահայկական ազգային գաղափարախոսության շուրջ։ Այսօր գլխավորը դա է, ինձ համար դա է ազգային գաղափարախոսությունը։ Հիմա տեսեք, ինչ է կատարվել այս երկու օրը։ Մի քանի օր առաջ ես որ ասում էի Իսրայելը, եվրեի ժողովուրդը, ջհուդները չէ, շեշտում եմ, ջհուդները չէ, որ կճանաչեն հայոց ցեղասպանությունը, խաչա դա կարային ճանաչեին ավելի շուտ, քանի որ իրենք ապրել են այդ գենոցիդը, բայց ինչ որից է, շատերը մեզ ասում էին, որ մենք սխալվում ենք, գրել են, դե դրանք հա ասում են, չեն անում, բայց այս անգամը ավելի քան լուրջ էր։ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին պաշտոնապես ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Երբեք ուշ չէ ճիշտ գործել, այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ կողմ է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Израиль официально признал геноцид армян. Правительство Израиля единогласно утвердило резолюцию о признании геноцида армян, которую представил министр иностранных дел Гидеон Саар. Выступая на заседании правительства, Саар заявил, что признание является моральным и историческим долгом Израиля. Он подчеркнул, что речь идет не об ответе на нынешнюю политику Турции, а о признании исторической правды.
Министр также отметил, что Израиль осуждает любые попытки отрицания, преуменьшения или искажения фактов геноцида армян. Подробнее о принятом решении и выступлении. Добрый день. Вот я вам вчера рассказала про разговор с армяночкой, да, со своим парикмахером. У меня есть там продолжение, я сделаю потом еще, да. Но сегодня я хочу рассказать, что армянскую историю с геноцидом, вот она не помнит, что Пашинян говорил о том, что геноцида никакого не было, что это, дескать, все Россия придумала специально, чтобы столкнуть лбами турок и армян. А армяне хотят жить дружно. И вот мне написали там в комментариях люди, говорят, а какая интересная избирательная память у армян. Вот когда был геноцид армян, они сейчас все это готовы забыть. А когда россиянам, российским миротворцам сказали, ну все, там уже сдали Карабах, идите домой, то нам этого простить не могут. Может, нам вообще не могут простить, насколько я понимаю, что мы хотя бы часть армян спасли и дали им возможность создать еще раз свою страну Армению, в которой они провели эти выборы. Но это тоже может скоро закончиться. Понимаете, у них есть один удивительный сосед, Азербайджан. Это вообще, я каждый раз, когда смотрю на то, что они делают, у меня прям вот хотите верьте, хотите нет. Ну, хохот прям... Ну, слушайте. Они, значит, решили, это уже давно началось, это не сегодня, это началось еще в марте. Они решили на себя роль жертвы. Это не они плохие, не они там героев Азербайджана вручают за то, что обнуляют спящего человека. Ну, это же героизм, вы сами понимаете. Не они там уговорили, купили или что сделали с Пашиняном, когда он сдал Арцах. А потом они кричат везде, что они победили в 44-дневной войне. И у них самая мощная армия в мире. Не они сейчас бегают между Ираном и Израилем, как между Сциллой и Харибдой, да, в одну сторону рот подставляет, в другую сторону филейную часть. Потому что и как-то и с Ираном надо договариваться, и с Израилем не потерять отношения, а эти две страны находятся в состоянии конфликта. А очень хочется сохранить и то, и другое. Так вот, они, значит, еще полгода назад, тогда вице-президент фонда Гейдара Алиева, Лейла Алиева, провела встречу с делегацией во главе с руководителем Ватиканской апостольской церкви, библиотеки, архиепископом Джованни Чезари Погораци. И тогда, значит, обсуждалась роль азербайджанских реставраторов в реставрации всевозможной оцифровки, реставрации рукописей, восстановлении святынь. Знаете, зачем делают это? Чтобы им сейчас не притянули, и чтобы общественность вообще мировая не напоминала им про разрушенные церкви в Арцахе, армянские. Они ж там все уничтожили. Очень хорошо со стороны, издалека, любить какую-то там христианскую религию, да, католическую, которая к тебе не имеет никакого отношения. Азербайджанцы, собирайтесь из России. Ватикан, да, это ж страна. Принимайте католицизм. А чего нет-то? А еще раньше, сейчас я вам найду, расскажу. Так. Значит, вот будет сейчас рассматриваться все в Сенате. Но до того, как было в Сенате США. А до этого, значит, было Сабина Алиева составила международное обращение, значит, с требованием признать события 1992 года в Каджалу геноцидом. Вот то, что в Баку было, они до сих пор не признают, что это геноцид был армян и русских. Признается только геноцид армян турецкий, а азербайджанский не признается. Хотя это был самый настоящий геноцид, потому что искали и уничтожали по национальному признаку.
Вот. И они сейчас отзеркаливают эту повесточку, да, по поводу геноцида, но обвиняют в этом самих армян. Ну, очень дружески, понимаете. Президент Азербайджана Ильхам Алиев подтвердил память жертв хаджалинской трагедии и отметил, что около 20 представителей стран различных, да, 20, официально признали трагедию как акт геноцида. Также он подчеркнул необходимость привлечения виновных к ответственности. Еще не всех армян. В МИДе Азербайджана выступили с официальным заявлением к 34-й годовщине трагедии и назвали события 1992 года одним из тяжелейших преступлений, призвав международное сообщество к правовой оценке. Им все время нужно, чтобы кто-то за них заступился. Они же такие обиженные. Вот самая сильная армия мира. Но все время жалуются, все время обижаются, все время плачутся. Я не знаю. Может, это новый вид такой. Вот слезами зальют, и все, и все потонут враги. А что, самая сильная армия мира? Или там враг сбежит, чтобы только не слышать нытья. Тоже вариант. Представители ЕС и отдельные парламентарии европейских стран почтили память жертв, но это было в марте, выразив поддержку миру и примирению в регионе. В столице США сотрудники посольства Азербайджана организовали концерт «Реквием» и памятное мероприятие с участием дипломатического конкурса и общественности, посвященной годовщине событий. Да, а параллельно с этим, значит, они собрались в Америку для того, чтобы в Конгресс, чтобы обсудить тему изгнания населения из Армении, азербайджанского. Я вам говорю все время, вот опять же она мне говорила, моя парикмахер говорит, вот они не едут, никто в Карабах. Я вам уже задолбалась объяснять, там восстанавливать все надо, они хотят новое. Вы понимаете, они в Конгресс США уже пошли для того, чтобы на законных основаниях захватить еще армянские земли. Право Азербайджан на возвращение земель Армении. Цель встроить этот нарратив в западную правозащитную и гуманитарную повестку. Если раньше западные политики и СМИ в основном концентрировались на армянских исторических травмах, то теперь Баку стремится сформировать альтернативную картину конфликта, в которой азербайджанцы выступают жертвами этнических чисток и вынужденного переселения. Вы понимаете, о чем речь? А Пашинян на этом фоне: у нас мир, дружба, жвачка, любовь, все хорошо, да? А там готовится уже подложечка такая для вторжения Азербайджана в Армению, для того, чтобы, ну, как бы мировое сообщество, что это на законных основаниях, да. Даже уже там азербайджанцы не живут никакие, но это их земля. Никогда она их не была. Но они очень сильно хотят. Для азербайджанцев это стало долгосрочной информационной стратегией. И если работа на западном направлении продолжится такими же темпами, тема изгнания азербайджанцев из Армении вполне может занять в американских дискуссиях место, которое еще недавно безраздельно принадлежало армянской повестке. А где же тогда вот эта армянская диаспора в США, крупная, с Кардашьянами? А чего она молчит? А почему ничего не говорит? Они тоже уже убедились, что это бесполезно. Ну, нельзя прыгать выше главы государства, которого выбрал совсем недавно народ. Понимаете? Я надеюсь, армяне, что до вас постепенно дойдет. И вы сможете донести эту мысль до тех, кто еще как-то верит Пашиняну. Ну, а отдельно про продолжение разговора с моим парикмахером я расскажу. Это очень интересно. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը եւս մեկ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի կառավարության որոշումը այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է հայտարարության մեջ։ Նշված է նաեւ, որ անընդունելի է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի խեղաթյուրումը բարդ պատմական գործընթացների իրավական ու գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելը։ Հիշեցնենք, որ Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Իսրայելի
Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նոր լարվածություն է ծագել տարածաշրջանում։ Այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, կոշտ հայտարարություններով հանդես եկան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թուրքիան պնդում է, որ որոշումը քաղաքական բնույթ է կրում եւ նպատակ ունի շեղել ուշադրությունը Գազայում Իսրայելի գործողություններից։ Իսկ Ադրբեջանը հայտարարել է, թե 1915 թվականի իրադարձությունները որպես հայոց ցեղասպանություն գնահատելը պատմական ճշմարտության խեղաթյուրում է եւ կոչ է արել վերանայել որոշումը։ Հիշեցնենք, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի Քնեսեթ, որտեղ այն կդրվի վերջնական քվեարկության։ Բայց այս անգամը ավելի քան լուրջ էր։ Եվ ես, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, շնորհակալություն եմ հայտնում ամբողջ եվրեի ազգից, Իսրայելի կառավարությունից, վարչապետ Նետանյախուից, որը որ այդ որոշումը կայացրեց, նրանք նաև ասում են, որ իրենք սրանից հետո երկրորդ քայլը դատապարտելու են եւ հնարավոր է անգամ սանկցիաներ։ Բայց արի ու մի տես, որ Նիկոլ Փաշինյանը եւ իրեն կառավարությունը անգամ շնորհակալական խոսք չեն ասել։ Սրտովը չի Նիկոլ։ Սրտովը չի, չէ՞։ Ոնց կարա ձեր սրտովը լի։ Դե արի դրանից հետո մի ասա, որ այս մարդիկ հայ չեն։ Չվիրավոր եմ, էլի, իրանց մակարդակին, իրանց դաշ ճիշտ եմ։ Հայ չեն ուղղակի։ Բայց տեսեք, սիրելի բարեկամներ, ճանաչելով հայոց ցեղասպանությունը մեր Հայաստանի ժողովրդական կոմունիստական դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչի վերաբերյալ պատերազմ եղբայրական Իրանի իսլամական պետության դեմ, մենք դատապարտում ենք դա, Պալեստինայի ժողովրդի բնաջնջում, սպանություն եւ այլն։ Մենք ընդհանրապես դեմ ենք յուրաքանչյուր ագրեսիային եւ պատերազմին, որտեղ որ մահանում են մարդիկ։ Եթե մահանում են մարդիկ, այնտեղ կոտորվում են ճակատագրեր, այնտեղ կոտորվում են ընտանիքներ եւ ընդհանրապես վերանում է ազգը։ Դրա համար մենք միայն ոնց որ խորհրդային տարիներում, ինչպես լոզունգ կար խորհրդային միության մեջ, միր ու միր, народом дружбу։ Իսկ դա չի վերաբերվում Ադրբեջանին։ Եթե ադրբեջանցիները դիվանագիտորեն համաձայնվեն եւ ապագայում կվերադարձնեն Արցախը արցախցուս, ապա մենք դա կողջունենք։ Իսկ եթե նրանք ընտրեն այլ ճանապարհ, մենք կընդունենք այդ ճանապարհը, սիրելի հայ ազգ, քանի որ Արցախս Հայաստանը եւ վերջ, Արցախյան շարժումը, որը որ ուզում է կոտրել Նիկոլ Փաշինյանը, չի կոտրվի, Արցախից վերադառնալու է իրեն տները, իրեն շիրիմներին, իրեն եկեղեցուն եւ ապրելու եւ բազմանալու է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես այս ԿՊԱ-ականները չեք պատկերացնում, ոնց որ ցուլը կարմիր կտորից, սրանք Արցախի դրոշից։ Հիմա խնդրեմ տեսա հոլովակը։ Հայաստանի Հանրապետությունը այս իրոք ճանաչումը հիմա ընտրություններից հետո առավել եւս ժողովուրդն էլ վերահաստատեց դա։ Դրանից հետո հարց է ծագում, բա ինչի է խորհրդանի դահլիճում Ղարաբաղի դրոշները դրած։ Տեսակ ինքներդ այն օրը են Ռուբեն Ռուբենյանն է խոսում, այն օրը Ալեն Սիմոնյանն է խոսում, այն օրը հիմա էլ էսի Նիկոլ Փաշինյան, Տիգերանն որ հանդիպել էին, թե Յալտայում էին հանդիպեին, այդ խառնում եմ էդի ներողություն սիրելի հայրենակիցներ, Ռուզվելտը եւ Չերչիլը ասեցին, հարց բարձրացրեցին Ղրիմի թեմա, որ միգուցե դե զալոգի տակ է, չէ՞, Ղրիմը տվեք, ինչ ասեց Իոսիֆ Ստալինը։ Իոսիֆ Ստալինը ասեց, մենք կտանք Ղրիմը, եթե դուք այս 3 մատից ցույց տաք, որն է մեջտեղինը։ Ուրեմն Ռուզվելտ ասեց սա է, Չերչիլը ասեց սա է, Ստալինը ասեց երկուստ էլ չգուշակեցիք։ Երրորդ մատը սա է։ Ուրեմն այսի ադրբեջանցիները կստանան, Արցախը իրանց կազմում չի լինելու։ Կոմբինացիա 3 пальцев։
Նույնը վերաբերում է ԿՓԱ-ականներին։ Так что շարժումը շարունակվում է։ Սիրելի բարեկամներ, տեսեք ինչ է կատարվում Եվրոպայում։ Մեր Եվրոմամեդ ուժերը, Եվրոամեդեք, ինձ զարթ ու զիբիրեք, որ եթում են Եվրոպա մեզ սպասում է, տեսեք այս տեսահոլովակը։ Եվրոխորհրդարանում կոչ արեցին հրաժարվել Հայաստանին ԵՄ ընդունելու գաղափարից։ Նիդերլանդներից падգամավոր Միկե Անդրիեսեն հայտարարեց, որ Հայաստանն աշխարհագրորեն կտրված է եվրոպական տարածքից եւ Բրյուսելը չպետք է Երևանին կեղծ ակնկալիքներ ստեղծի։ Նա Ուկրաինայի եւ Մոլդովայի դիմումները բերեց որպես բացասական օրինակ։ Մինչ Երևանը 2025-ին օրենք ընդունեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին, հիմա բուն Եվրոխորհրդարանից են ասում՝ սպասելիքները կեղծ են։ Սա ուղիղ ազդանշան է։ Արևմուտքը չի էլ խոստանում այն, ինչ Երևանը ներկայացնում է որպես ապագայի ուղի։ Հայաստանը կորցնում է հին շուկաները, չստանալով նորերը։ Ինքներդ տեսակ, սիրելի բարեկամներ, նրանք չեն սպասում, ու անգամ չեն մտածում, ասում են ախպեր Հայաստանը ուր, Եվրոպան ուր, ի՞նչ Եվրոպա։ Մենք սկի Ուկրաինայի ու այս Մոլդովայի մոմենտն ենք կասկածի տակ դնում, դուք Հայաստանից եք խոսում։ Հիմա ինչ եք անելու, սաղ շուկաները, սաղ ճանապարհները փակեցիք, Նիկոլ, ինչ եք անելու։ Բլոկադայի ինչու ենթարկեցիք այս երկիրը։ Ռուսաստանին նկատի ունեմ, ու չերեզ Ռուսաստան մնացած նախկին Խորհրդային Միություն հանրապետությունները, որտեղ որ մեր գյուղ մթերքը եւ ինչ որ արտադրվում է, արտահանում էր հայ գործարարը։ Ինա դու եք անում, համաձայն եմ։ Սիրելի բարեկամներ, Հայաստանը այս եվրոպացիների կարճ խելքով մտածեցի, որ գցել են արդեն գրպաններ, էլի, ստե պարզա, Նիկոլին ինչ ասենք, էնի կանի։ Սրանք չեն հանգստանում, այս եվրոպացիները, ամերիկացիները։ Սրանք նորից կներեք այս բարձրամար մուտիտ են մտցել Վրաստանի Հանրապետություն։ Մեր հարևան բարեկամ երկրին։ Եվ որպիսի դուք տեսնեք, որքան է նման, ձեռագիրը նույնն է եւ նման են ամեն ինչը։ Հիմա խնդրեմ այս տեսահոլովակը մի քանի օր առաջ եղավ Երևանի քաղաքապետարանում, այն ծեծկերուտ են, խայտարակությունը։ Հիմա տեսեք ինչ է կատարվում վրացական պարլամենտում։ Так. Сейчас услышала новость. ЕС наехали на Грузию, теперь на Грузию. То есть требованием, если они не введут санкции против России, им, значит, сделают запрет на безвиз. Вот я не знаю, я надеюсь, что грузины, привет, соотечественники, я тоже грузинка, я надеюсь, что грузины все-таки в своем уме и будут более умными, более продуманными, чем некоторые, да, не будем указывать пальцем. Сколько раз можно повторять? Господи, ну донесите до своих тупых голов, кастрюль, я не знаю чего, скудоумие и так далее и тому подобное, что безвиз вам ничего не дает, кроме того, что вы просто тупо приедете, отдохнете там неделю, 2-3, месяц, все. Работать вы там не сможете, жить вы там не сможете. Там прям напугали, если что, а чиновников там запретят, там без виз или уже там что-то запретили. Տեսակ ինքներդ։ Ու այս ամբողջը, այս մարդիկ ընդունում են եվրոպական, ինչ են ասում, գանձեր են ասում, ինչ են ասում։ Հասկանում եք։ Հեսա Եվրոպան ուզում է Հարավային Կովկասը մեջից պայթացնի, բայց ոչ թե սիրելով եւ հարգելով հայ ժողովրդին կամ վրացուն կամ այս բեղերով տարական երկիրը։ Նրանք ուզում են այդ ամենը պայթեցնել, որպեսզի մի հատ վնասնան Ռուսաստանին, իսկ ռուսները ինչ անեն, այո, ռուսները մի հատ գազ տան, այստեղ բացեն երկրորդ ճակատը։ Սրանց համար չկա այդ սրբությունը, հասկանում եք թե չէ, սիրելի բարեկամներ։ Իսկ մեր ընդդիմությունը լռում է, մեկը չի խոսում սրա մասին։ Ինչ են ուզում անեն, ոնց են ուզում անեն։ Հա, հասկացանք, ամսի 4-ին Սահմանադրական դատարանը կասի իրեն որոշման մասին։ Անհամբեր մենք էլ ենք սպասում, եւ մենք սպասում ենք նաեւ
անհամբեր թե ինչ քայլեր կանի ընտրված ընդդիմությունը։ Բայց սիրելի բարեկամներ, հիմա տեսեք ինչ է ասում ընտրական հանձնաժողովի նախագահան։ Հələ սրանց կռուտի տանելը, հələ սրանց հարցի չպատասխանելը, այն որ մի հատ բան կա, չէ՞ որ մեկին բռնում են, չգիտեմ որ հոտվածն է, որ ասում է, «Էս ինչ հոտվածով ձեն չեմ հանում, քանի որ էդի լինում է իմ դեմ ցուցմունք»։ Նույն բանը էսի ասում, չեք հավատում, խնդրեմ տեսահոլովակը։ Այդ հետևանքները կարող է շտկել, թե չէ։ Ես ավելի պատկերավոր ոնց որ ձեր Հա, իհարկե։ պատկերացրեք դուք չունեք գնդակ, Հա, գնդակը գողացին եք ձեզ, հա։ եւ հարվածում եք գոլեկան։ Ուրեմն ձեր օրինակի վրա բացատրեմ, խնդիր չկա։ Բաց չի։ Ասում եմ նայեք, հարված, հիմա ասում եք գնդակը չկա, գոլ, ասում եմ բայց դատարանը կարող է որոշի, որ գնդակը կա։ Այ հիմա որ գնդակը լինի, այս հարվածը հաստատ գոլ է լինելու։ Պարոն Հովակիմյան, հիմա կարակ դուք փորձեք, ասեք չեմ հասկանում, չկա, անվավեր է եւ այլն։ Խնդիրը հետեւյալի մասին է։ Մենք բարձրացրել ենք խնդիր, որ ձեր անվավեր ճանաչելու որոշումը ինքնին ոչ իրավաչափ ա եղել, որ դուք կիրառել եք հակասահմանադրական օրենք եւ որ դատարանի որոշումը չեք կատարել։ Այս էլ ձեր դատարանի որոշումը է, ասացի դա։ Կարիք չկա, պարոն Օրբելյան։ Որ ասել է։ Լավ, եկեք։ Դուք խնդիր չկա, չեք ուզում դոմանալ։ Հիմա ձեր դիր Իսկ դա որ ժամին ա եղել, երբ որ դուք այդ զգուշացումը տվել եք 8-ին պակաս ա եղել։ 80 8-ին պակաս։ 8-ին պակասից, երբ որ հետագայում տեղեկացել եք, որ ժամը 9:10-ն է, այդ քվեարկությունը շարունակվում է, հարցադրումներ կատարել եք։ Այդպես 9-10-ը ես չեմ հիշում, որ 9-10-ը այնտեղ մենք արդեն երբ որ անդադ այդ աշխատանքի ընթացքում գնում էր ընդհանուր տեղերից ամփոփումները, ըստ էության այդ տեղերի հետ կապված, երկու տեղերի հետ կապված ավելի ուշ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ մի տեղում արդեն ավարտված էր, այսինքն երբ որ մենք նորից տեսագրությունները ստուգեցինք, արդեն ավարտված էր, մի տեղում կոնկրետ 35-65-ում, երբ որ հազանգել հարցրել ենք, այսինքն շարունակվում է դեռևս այնտեղ քվեարկություն, այսինքն կա բողոք, այդ ժամանակ դրանից, եթե չեմ սխալվում, մոտավորապես երևի մի 5-10 րոպե հետո քվեարկությունը ավարտվել է։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ տարածքային հանձնաժողովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ չի վերահսկել իրավիճակը, միայն զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել խնդրի մասին։ Ոչ, չեք կարող։ Այդ դեպքում ինչպես տեղեկացաք, եթե ոչ զանգվածային լրատվության միջոցներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ոչ չեք կարող։ Մեկնաբանեք ինքներդ, ես ձեն չեմ անում, որ տատս ասվել, ըհը, всё, ձեն չեմ անում։ Ինչ են ուզում անեն, ոնց են անում, մարդիկ ասում են, սա եղել է, այո եղել է, էս եղել է, էս եղել է, հա, ագդե դենգի։ Հիմա ամենակարևորը, սիրելի բարեկամներ, ինչպես երեք կարծեմ, եւ դրանից առաջ իմ պրոգնոզներով կար, որ Ռուբեն Ռուբենյանը դառնում է, եթե նոր ընտրություններ չլեն, ազգային ժողովի նախագահ։ Դե Ալենին տալիս են թոշակառուի պաշտոն, նախագահ Հայաստանից Հանրապետության։ Թոշակառուի պաշտոն, ներողություն խնդրելու համար Ալիևից։ Իսկ Ռուբեն Ռուբենյանը, եկեք տեսնենք ով է Ռուբեն Ռուբենյանը, առաջինը, հետո կասեմ, խնդրեմ։ Քաղաքական ընտանիքում ծնված Ռուբեն Ռուբենյանի համար քաղաքականությունը վաղուց է դարձել առօրյայի մաս։ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է։ Ծնվել է 1990 թվականին Երևանում, ավարտել Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակել արտերկրում, մագիստրոսի աստիճաններ ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարաններում։ 2017-ից 2018 թվականների Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել է Ստամբուլում, Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Սաբանջա համալսարանի ինքից Ստամբուլի քաղաքականության կենտրոնում նա ուսումնասիրել է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների դերը։ Թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս անցկացրել եմ, ավելի շուտ իրականացրել եմ հետազոտություն։
հիմնադրամի ծրագրի շրջանակներում Թուրքիայում։ Եվ ի դեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո փոխնախարար նշանակվելուց երևի 3 կամ 4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միացել է ավելի վաղ 2015 թվականին։ Եղել է կուսակցության հիմնադիր, վարչության անդամ, մամուլի քարտուղար, ապա վարչության փոխնախագահ։ 2018 թվականի մայիսին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նույն տարվա արտահերթ խորհրդարանի ընտրությունից հետո ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ 2021 թվականից զբաղեցնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Նույն թվականի դեկտեմբերին Ռուբինյանը նշանակվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այդ կարգավիճակում նրա առաջին հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի հետ կայացավ 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Ստամբուլում նրա հետազոտական աշխատանքի եւ հետագայում հայ-թուրքական բանակցություններում առանցքային դեր ստանձնելու պատճառով ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք հանրային գործիչներ նրան բազմիցս մեղադրել են թուրքամետ որոշումներ ունենալու, անգամ Թուրքիայի շահերը կամ լրտեսական գործունեություն սպասարկելու համար։ Այս քննարկումները նախորդ գումարման ազգային ժողովում մի քանի անգամ հունից հանել են Ռուբինյանին։ Կանեմ են ինչ որ կուզեմ։ Տիրություն արեք։ Շարունակեք, պարոն Աշա, կարամ։ Ձեզ սխալ է թվում։ Ու ձեր ամբողջ խմբակցությանը ես արդեն կոչ եմ անում հանգստացեք մի հատ։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնող Ռուբինյանն իրեն ուղված մեղադրանքները Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ հերքել է, դրանք որակելով անհեթեթ եւ վիրավորական։ Իդեպ իշխող քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը ընտրվելուց հետո առաջին շնորհավորանքը ստացավ հենց թուրք բանագնաց Քլիչից։ Ռուբեն Ռուբենյանը ըստ մենք եվրոպական երկիր ենք, նա առաջի դեմքն է Հայաստանից Հանրապետություն։ Առաջի դեմքը պարլամենտի նախագահ։ Այս մարդը Թուրքիայում այդ լոլոները, որ կուրսեր ենք անցել, փոխանակություններ, ես ինչոτι լոլո է։ Ես ուզում եմ հարց տամ, մեր Հայաստանի Հանրապետություն մենք ԱԱԾ ունենք, թե չունենք։ Ինչպես կարելի է պետության ղեկին առաջի դեմքով թողել այն մարդուն, ով թշնամի պետությունում անցել է կուրսեր։ Եվ ինչպես տեսակ տեսահոլովակում ինչը կապված է Թուրքիայի հետ, Ռուբեն Ռուբենյանը այնտեղ է եւ անգամ առաջինը թուրքերն են շնորհավորել։ Հիմա հարց եմ ուզում տամ ինքներս մեզ, սիրելի բարեկամներ։ Ինչպես է պատահում, որ ընտրությունները թուրքերն են շնորհավորում առաջինը, իդեպ Ռուսաստանը մինչև հիմա չի շնորհավորել։ Ռուբեն Ռուբենյանին հələ չեն նշանակել, թուրքերը շնորհավորում են։ Ոնց է լինում, բացատրեք։ Բացատրեք հասկանամ, ես չեմ հասկանում, անգրագետ կոմունիստ եմ, բացատրեք։ Մենք մեր ձեռքերով այսօր հանդուրժում ենք թուրքական վիզիրներին մեր պետության մեջ։ Սրանք վիզիրեր չեն, սրանք չգիտեմ ինչ են, նզիր են, վզիր են, ինչ են։ Ամեն դեպքում ես ասում եմ, գործակալներ են Թուրքիայի։ Հիմա վիզիր են, ինչի կոչում ունեն, ինչ են, այդ իրան գիտեն։ Ես այլ պատասխան չեմ գտնում։ Թուրքերը շնորհավորում են, թուրքերը հորդորում են, թուրքերը գալիս են, թուրքերը գովաբանում են, թուրքերը փաթաթվում են, всё։ Այս մարդիկ էլ ասում են, մենք եթում ենք խաղաղության։ Շնորհակալություն Իսրայելի կառավարությանը չեն հայտնում, Եվրոպայի ժողովրդին չեն հայտնում, մենք խաղաղության ենք եթում։ Մինչև ուր, Նիկոլ, մինչև ուր այդ խաղաղությունը, մինչև որտե է։ Բայց ես ձեզ ասեմ, սիրելի, չի լինելու ոչ մի խաղաղություն։ Խոսքս քիշեք։ Այն ժամանակ կասեք այն անգրագետ կոմունիստ Արտուր Ֆարմանյանն ասում էր, որ պատերազմ է լինելու։ Քանի որ չի կարա հայը, թուրքի եւ ադրբեջանցու հետ առանց իր վերքերը բուժելու ապրի խաղաղության մեջ, բացառվում է։ Մենք մեր վերքերն ենք ուզում բուժենք, այս հայվաններն էլ ասում են սրանց պրծսնենք վերջանա, թեման փակվի գն։ Իսկ այսօր Ռուսաստանի Դաշնությունը, այն որ ասում են նա կանեց սազրել, այն հիշում էիք ադրբեջանցիները արդեն խոսում են ռուսները, Պյոտր Պերվին բոլորը խոսացել են ադրբեջան լեզվով, ադրբեջանական լեզվով էսեն, ռուսները հանել են մի հումորային
տեսահոլովակ։ Խնդրեմ, տեսեք տրամադրությունները գոնե մի քիչ բաց։ Государь, тут чудак явился. Плетет, будто ты на азербайджанском писал. Взгляните на него. Друзья, сегодня у нас очень интересная программа, которая называется «Почему Петр I издавал свои указы на азербайджанском языке». Мы специально подготовили программу для тех, которые называют армян, этих армяноидов, армяшек, аборигенным народом Кавказа. Азербайджанские тюрки, как и другие аборигенные народы Кавказа, являлись хозяевами и сегодня являются хозяевами этих земель. Мне отдать приказ четвертовать его. Подожди, послушаем его дальше. Друзья, в 18 веке, когда русские появились на Кавказе, возникла потребность общего языка. На каком языке должны были разговаривать народы Кавказа? Именно этим языком, общим языком, стал азербайджанский тюркче. Что за чушь он несет, этот безумец? На каком еще языке я писал? На азербайджанском, Ваше Величество. На Кавказе это общий язык, все на нем изъясняется, и вы на нем грамоту составляли. Ах ты дубинастый росом, каторжный червь, ты кого ко мне привел? Что за Азербайджан такой? Нет такого царства, нет такой земли на моих картах, а этого еретика и смутьяна казнить. Вон с глаз моих. Տեսակ ինքներդ, արդեն ռուսը ուշքի է գալի եւ այս պահը պետքա օգտագործել, սիրելի բարեկամներ, բայց մենք ցավոք սրտի չունենք հայկական իշխանություն, բայց շուտով կունենանք, Նիկոլ, հեղափոխությունը դու ես կոչ արել, մենք ընդունել ենք, մենք կանենք, Նիկոլ ջան, արխեն, կամած գալիս ենք դրան։ Իսկ եթե ավելի լուրջ, սիրելի բարեկամներ, ուզում եմ վերջացնելով այսօրվա հաղորդումը, ձեզ ներկայացնեմ, բոլորդ երևի տեսել եք հիանալի այս բանաստեղծությունը, որը գրել է մեր մեծ գրող, մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը, նա գիտեր, որ այսպեսի օրեր են ապրելու մեր հայրենակիցները, մեր հայ ազգը, կամ էլ մեկ անգամ նրանք ապրել են սա։ Խնդրեմ Ավետիք Իսահակյան։ Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ, որ քեզ չլլգեն, քեզ չհոշոտեն, թե բարեկամդ և թե թշնամին։ Եվ ով են մարդիկ, աղվեսների հոտ, եսամոլ անհում, ուրացող, մատնիչ, աղքատության մեջ քծնի, վաճառող, դժվարության մեջ բախկոտ, դավաճան, ծանոթ շները չեն հաճում վրա, ծանոթ մարդիկ են հաճում վրա, ապիրատ աշխարհ, ու հզոր ոսկին դարձում է գողին ազնիվ, բարեհույս, ապուշին հանճար, բախկոտին կտրիչ, տգեղին չքնաղ և փոռնիկին հույս։ Ահա մարդը միշտ պատկեր Աստծո, սակայն իրապես բիժված շեյթանի։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, մի հուսահատվեք, մեկ անգամ եւս խնդրում եմ բաժանորդագրվեք, մեկ անգամ եւս խնդրում եմ կիսվեք այս տեսահոլովակով, որպեսզի լինեն բարձր դիտումներ եւ մենք անենք մեր քայլերը։ Այդ քայլով դուք մեծ օգնություն եւ օժանդակություն եք ցուցաբերում Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Եթե դուրներդ չի գալիս, ինչ է որ խոսում է Արտուր Ֆարմանյանը, խնդրում եմ կարող եք չլայքել։ Եվ ամենավերջում, սիրելի բարեկամներ, խնդրում եմ բոլորիդ եւ կոչ եմ անում, կան տգետներ, ովքեր վատ բաներ են գրում, մի արձագանքեք իրանց ինչի համար։ Դուք իրանցից առաջ եք, իրանք խոսում են հետևից։ Հասկանում եք։ Բանի տեղ մի դրեք, մի իջեք իրանց դաշտ։ Իրանք դրանից բացի ավել բան չեն կարող։ Նրանք ուղակի տգետներ են։ Ոչնչություն։ Ինչպես կարելի արձագանքել ոչնչությանը։ Не те времена. Сейчас бандиты предпочитают служить в полиции, а профессиональные воры издавать газеты и заниматься политикой. Мы отстали от передовых стран на 50-100 лет. Мы должны пробежать это расстояние в 10 лет. Либо мы сделаем это, либо нас сомнут. Тогда многие услышали в этих словах жесткую политическую риторику. Но уже через 10 лет Германия действительно пойдет на СССР. И слова про «сомнут» перестанут казаться преувеличением. Первая пятилетка меняет страну буквально физически.
по всему Союзу начинают подниматься гигантские стройки. Там, где еще недавно были степь, пустырь или рабочий поселок, через несколько лет уже стояли металлургические комбинаты. Стояли электростанции и заводские корпуса. Города растут с нуля. Стройки просто небывалого масштаба. В СССР резко расширяется система инженерного образования. Открываются новые институты, фабрично-заводские училища и технические школы. Государство буквально выращивает поколение людей, которые должны были научиться работать с современной промышленностью. Очень быстро растет авиационная отрасль. Разворачиваются конструкторские бюро Туполева, Поликарпова, Илюшина. Появляются новые танковые и моторные заводы. Все это позже станет основой военной промышленности СССР. Летом 1941 года выяснится, насколько это было важно. Поэтому, когда позже начали рассказывать, будто СССР победил Германию вопреки Сталину, возникает очень такой простой вопрос. А на чем именно должна была страна побеждать без всей этой индустриализации? К началу Великой Отечественной войны Советский Союз уже был совсем другой страной по сравнению с концом 20-х. Да, с тяжелым, жестким и в отдельных случаях беспощадным темпом, но это уже была индустриальная держава, способная производить танки, самолеты, артиллерию и выдерживать войну такого масштаба, который Европа до этого просто не видела. С чего начинается Родина? Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայազգս, ազատություն մեր ռազմագերիներին, շուտապույտ ազատում, Նիկոլ զբաղվի, գեցե հայոց առաքելական եկեղեցին, հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան, պայքարելու ենք և ամեն ինչ լինելու լավ, հանուն խաչի, հանուն մեր Աստծու Հիսուս Քրիստոսի, ստեսություն։